Ինչպես մենք կարող ենք հիմնավորել, որ քաղաքական նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել։ Ինչն է հիմնական գաղափարը։ Եթե կառավարման մեջ երկրի կա պրոֆեսիոնալ, ով A տիրապետում է իր գործին, B ձեռքերը մաքուր են, նա չնայած իր քաղաքական հայացքների պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ։ Կառավարելով մեր ընկերությունները շատ են եղել դեպքեր, երբ ինձ հետ կապնվել են այս կամ այն կողմի մեր գործընկերները, ասել են, որ ինչու ես ընդդիմադիրի հետ աշխատում կամ ինչու ես իշխանականի հետ աշխատում։ Մեր պատասխանը միշտ նույնն է եղել, որ եթե այդ մարդը պրոֆեսիոնալ մարդ է, եթե այդ մարդը ունի որակական այն հատկանիշները մարդկային, որ կարելի է իրեն վստահել կարևոր գործ, կապ չունի իր քաղաքական հայացքները, եւ մենք միշտ այդպիսի մարդկանց հետ աշխատելու ենք։ Այս նույն քաղաքականությունը մեր քաղաքական թիմը առաջարկում է կիրառել Հայաստանում։ Եթե նա անդիմադիր է, պետք է լինի պետական ապարատում, եթե պրոֆեսիոնալ է եւ ձեռքերը մաքուր են։ Եթե նա սփյուռքից է, ավելի լավ, նա պետք է լինի պետական ապարատում, պետք է աշխատանք կատարի, քանի որ նա ունենալու է հայրենասիրական լուրջ ձգտումներ։ Դա է միակ ճանապարհը, ապա քաղաքական պետական իշխանություն։ Վերջապես պրոֆեսիոնալները կառավարեն հաց թուխը, հացը թխի։